ժպտացեք ձեզ տուգանում է։ Չէ, չի լինելու այդ բանը, կներեք չի լինելու։ Քաղաքացին տուգանքի մատերիալ չի։ Այն քաղաքացին, որը չի վճարի ավտոբուսի ուղևորձը, կտուգանվի 15,000 դրամով։ Ավականու առաջարկած օրինագիծն ընդունվեց ազգային ժողովում առաջին ընթերցմամբ։ Թեպետ մասնագետները պնդում են, որ օրինագիծն ունի բազում խնդիրներ։ Եթե քաղաքացին չի ներկայացնում փաստաթղթեր, իրան պետք է հսկիչը զննության ենթարկի կամ խոզարկության ենթարկի։ Դուք պատկերացնում եք հսկիչը փողոցում չվճարված քաղաքացու հետևից ընկնի եւ փորձի գրպանները ստուգել։ Սկսենք սկզբից։ Քաղաքացին բարձրանում է ավտոբուս ու հրաժարվում վճարել։ Հսկիչը 1 րոպե անց մոտենում է քաղաքացուն ու տուգանում։ Ընդ որում հսկիչն արձանագրություն կազմելու հնարավորություն չի ունենալու։ Եթե քաղաքացին հրաժարվում է տուգանքը եւս վճարել, ապա հսկիչն ունենում է լիազորություն խուզարկել նրան, ապա ենթարկել վարչական ձերբակալության։ Երբ որ քաղաքացին չի պատրաստում վճարում իրականացնել եւ չի պատրաստում նույնականացվել, ապա օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում կարող է նաեւ վարչական ձերբակալության ենթարկվել։ Իսկ ինչ է լինելու, եթե քաղաքացին ոչ թե հրաժարվում է վճարել, այլ առաջացել են տեխնիկական խնդիրներ բանկային քարտի կամ վալիդատորի հետ։ Փոխնախարարն ասում է, այդ պարագայում տուգանքը չի կիրառվում։ Եթե տեխնիկական խնդիր է առաջացել, այսինքն տրանսպորտային ծառայություն մատուցողը չի կարողացել վավերացնել ձեր կողմից ձեռք բերված տոմսը կամ գրիչը, ապա այդ դեպքում վարչական պատասխանատվություն չի կիրառվում։ Թե ինչպես է հսկիչը ստուգելու, որ տվյալ դեպքում խնդիրը տեխնիկական է, փոխնախարարը չի նշում։ Ուղևորի բանկային քարտի պարունակությունը ստուգելն օրենքի խախտում է, ավտոբուսում այն իրականացնելը գրեթե անհնար։ Ավտոբուսի փաթեթի համար նախատեսված քարտի պարունակությունն ու ժամկետը ստուգելու հնարավորություն նույնպես չկա։ Ուսամ մենակ տուգանքով կվերջացվի, հետո մի հատ էլ նախագիծ չեք բերի, քրեական պատասխանատվության ենթարկեք կամ երկրից արտաքսեք։ Հիմա տուգանքի հարցերը հետևյալն են, տուգանքի չափը որքան է լինելու եւ երկրորդ կարևոր հարցը, ես ոնց եկաք այդ եզրակացության, որ քաղաքացին փաստորեն տուգանքի մատերիալ է ամեն դեպքում։ Հայց փաստաբանական ընկերության իրավաբան Լիա Հարությունյանը բազմաթիվ խնդիրների մասին է ահազանգ հնչեցնում։ Օրինագիծը խախտում է մարդու արժանապատվությունն ու իրավունքները։ Խնդիրը վերաբերվում է սանկցիաներին, քանի որ այստեղ առաջարկող սանկցիաները համաչափ չեն վարչական խախտման հետ։ Օրինակ, այստեղ սահմանն են վարչական ձերբակալում, անձնական եւ իրավիկ զննում, փաստաթղթերի առգրավում, որոնք ըստ Գործող Հայաստանի Հանրապետության քրեատեսական օրենսգրքի թույլատրվում են բացառապես որոշակի ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների հետ կապված դեպքերում, այսինքն երբ անձը ուղղակի չի կարողանում վճարի, իրան չի կարող նույն խախտման դեպքում սանկցիան կիրառվել, որը կկիրառվեր ծանր հանցագործության դեպքերում։ Որ օրինագծում բաց թողումները շատ են, արձանագրում է նաև իրավաբանը։ Այստեղ լիազորված անձիկ առանց արձանագրության կարող են անձանց նկատմամբ կիրառել վարչական ձերբակալում, անձնական իրերի զննում, որն էլ կարող է լիազոր անձանց կողմից կամայական գործողությունների առիթ հանդիսանալ։ Այսինքն ոչ մի ձևով լիազորված անձանց գործողությունները չեն վերահսկվելու, որը հակասում է մարդու արժանապատվությանը եւ խախտում է իրավունքները։ Հսկիչների գործունեության օրինագծի կիրառման մեխանիզմների մասին անպատասխան մնացած հարցերի պատասխանները քաղաքապետարանից խոստացան տալ ավելի ուշ։ Մինչ այդ քաղաքապետարանն ինքը պիտի հասկանա, թե ինչպես են պատրաստվում կիրառել նոր օրենքը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։